Բրիչքի համար Սիրում օգնած Բայց կրկին համար Պարզ երկնքից Ինձ եմ բաժանում Այս երկրային Շղթաները մեղք ու հատուցում Ջահը ձեռքիս, մակողքիս Ես ընկնում եմ Կապանքներից, խոր վերքերից Կործանվում եմ Որոգայթից վախսել Հրկել և շանդությունը իմ վախրուն Ու գտնել ուղին իմ դեպի տուն Ու գտնել ուղին իմ դեպի տուն Խաղող եք ուզում։ Վերցրեք կերեք։ Հələ միած սրանն այ։ Նոր մի քիչ առաջ շունչը կտրվում էր։ Հիմա կատակներ անում։ Համար բախտդ բերելա կին ես ծնվել։ Թե չէ մենակ այդ խոսքերիդ համար ես քեզ կպատժեի։ Չես պատկերացնում ոնց վախացրի։ Արյունս ջուր դարավ։ Ես քեզանից չեմ վախենում, դու իզուր տեղը ինձ մի վախացրու, հա? Գարիկ վաղը մի հատ նոր հայտարարություն կտաս, Թամարին փոխենք, թե չէ սրա վերջը լավ բան չի խոստանում։ Եղավ հովուչը։ Այ երբ կամուսնանաս, ես քեզ խոստանում եմ նույն օրը կթողնեմ կգնամ, իսկ մինչ այդ հանկարծ մտքովդ չանցնի, որ ինձանից այդքան հեշտ ազատվել։ Փաստորեն դու որոշել ես ամբողջ կյանքդ իմ հետ անցկացնես, որովհետև ես չեմ պատրաստվում ամուսնանալ։ Էդ քեզ ա թվում հովիկ։ Բայց չեմ հասկանում ինչ եք ծիծաղում։ Ինչ։ Լավ հումորի զգացում ես ունեցել, Թամար ջան։ Հա, տեղս չեն իմացել, լավ, գնամ սառնարանից լավ սառը սոկ բերեմ խմեք, հա։ Այ դրանից չեմ հրաժարվի։ Սովա։ Հոսեից գնալա պետք, հո, կարող է շատ լնեն, հո։ Ուր գնա դևի կունատ են ծերվից են տվե։ Թամար ես պատմարի բանալերում են, Թամար։ Թամար խոսա ուրա։ Խոհանոցում եմ դողեն։ Գարիկ։ Թամար ինչ ես շշմ է մնացը, գնա տրից բիդյոտներ շուտ արա։ Հիմա։ Բաբար մորդ են։ Հոմա։ Իմ հետ ամեն ինչ լավ է, դոկտոր, Գարիկին են վիրավորել, շտապ սկորի զանգեք։ Օջանի մետ ամեն ինչ նորմալ է, մի խառնվի իրար։ Տիկո։ Սես բարի։ Տիկո, ավոն դռան մոտ էր։ Ավոն չկա, օջան խփել եմ։
Տիկո ջան, ոնց է մամադ։ Լավ չի հոջան։ Տալ են արդեն ռեանիմացիա։ Տիկո ջան, դու հիվանդանոց գնա։ Հիմա պետք է մամայիդ կողք կլնես։ Բոլորը շագալների հետ գան, հոջան։ Ես զանգել եմ տղերքին, հեսա մի քանի րոպեից ստե կլնեն սաղ շենքը ցեպիտ կտան։ Ով որ ես բան արել էր գոքոր, էլ չի գա։ Նրանք իրանց միսիան ավարտեցին։ Գաղափարը ով են, ովը։ Աղապարկա, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսալ։ Տիկո ջան, դու գնա։ Գոքոր ջան, դու էլ։ Հիմա միլիցիա կստեկել են եւ չեմ ուզում, որ իրանք ձեզ տետեն։ Կապի մեջ կլնենք, դե մենք գնացինք ով։ Ես կողմով գնացեք թե ինչ։ Ամեն ինչ նորմալ է, հոջան։ Վերքը սկվազնո է։ Ավոն։ Ոչինչ չեմ հասկանում։ Ես ինչ կյանքով ես ապրում։ Հովիկ ինչ է կատարվում։ Նրանք կարող են քեզ սպանել։ Գոնե ավոյից հույս կա։ Բժիշկները ինչ են ասում կփրկվի։ Ավոյին հնարավոր չէր փրկել Թամար։ Աստված։ Շատ ջահել էր։ Ամեն ինչ։ Հովիկ։ 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 Գարիկ։ 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 Դու մի քիչ արագ խաղա, տղես։ Վազի։ Վազի խփի։ Արի առաջ, վազի։ Վազի տղես, վազի։ Այդտե, ամես, առաջ, առաջ։ Վազի, խփի։ Գոլ, գոլ, ապրես ցավը տանեմ, ապրես։ Հե, կամո, տենում ես տղես ոնց է ֆուտբոլ խաղում։ Մեր ապագա Մարադոնան է, Ջոն։ Հա, լավ էլ խաղում է։ Հա, գործը արված է, կամո։ Հա, երեմ։ Ովոյի տղեկը Գառնիկի մաշինեն արդեն գտել են։ Երկու հատ էլ վադալազ են ուղարկել, որ Գառնիկին ջրի տակից հանեն։ Լավ է։ Ամեն ինչ ըստ մեր պլանի է գնում, կամո։ Խաբար ես, որ Հովոյի տան վրա զինված հարձակում ա եղել։ Եր, Մի ժամ առաջ։ զոհեր կան։ Ախրաննիկին են խփել, Գարիկն էլ վիրավոր է։
Իսկ ստրելոկներին բռնել են։ Իմ ունեցած ինֆորմացիայով չէ։ Որ ես ինչ թարսություններ արա։ Դու էլ ես չէ նույնը մտածում ինչ որ ես։ Համի հովոն ես շիլաշփոթի մեջ կարող է մտածի, որ այդ կրակոցների հետևում մենք ենք կանգնած ու մեզնից սպրոսանի։ Դու այդ պրոստը տակասիր կամա։ Թե դու ես այդ հարցակման զակաշճիկը, հա։ Լսի երեմ։ Ինձ ընչի տեղ ես դրե։ Ինչեր ես ասում։ Չգիտեմ։ Գառնիկի պահով էլ ես քեզանից նման բան չէի սպասում։ Բայց դու արիր այդ բանը։ Չգիտեմ, կարող է հիմա էլ մտածել ես, թե հովոյին վերացնելը ավելի լավ է, քան թե ռեստորանի փայի կեսը ինձ տաս։ Քեզ ելնի սաղ ռեստորանը երեմ։ Նվիրում եմ։ Հայ ես կյանքումս մի հատ ապուշ բան արել եմ, բայց այդ ասնավանիչի որ սաղ կյանքս զզվացնես ինձ դրանով։ Ես այդ գործում չկամ։ Ու կարամ իմ սաղ սրբություններով երդվեմ, որ հավատաս։ Լավ, կամո այդ արդեն էական չի հիմա։ Հիմա այդ ցուցակում առաջին մարդիկ մենք ենք ումից հովոն կուզենա սպրոսանի։ Ու շատ դժվար է լինելու համոզել, որ մենք այդ գործում չկանք։ Այսինքն դրանից էլ վախում եմ։ Եթե հովոյի տղեկը կատաղած դուս եկան փողոց, կարող է էլ չնայեն, ով է մեղավորով չէ։ Դնեն ու սկսեն հնձեն աչուձախ։ Չէ, չեմ կարծում։ Հովոն սաղ է մնացել ու հիմա նրանց գլխին է։ Չի թողի, որ նման բան անեն։ Բայց դե չեմ չորտնի շուծից։ Ես մենակ ենթադրություններ են։ Եթե նրանք կարացան Գառնիկի սպանությունը կապեն այս կրակոցների հետ, ուրեմն վերջներս եկել է կամո։ Քո կարծիքով ով կարար այդ բանը աներ։ Հովոն շատ մարդկանց է այս քաղաքում նեղացրել։ Ու ես հիմա առնվազն 5 մարդու անուն կարամ տամ, որ կարային այդ զակազը տային։ Բայց նրանցից ոչ մեկը դուխ չեր անի այդ բանը անի կամո։ Այս ավելից կարելի էր նման բան սպասել, բայց հիմա նրանք հովոյի հետ պրոբլեմ չունեն։ Մալխասը։ Ալխասից էլ էր սպասելու նման բան կամո։ Բայց ոչ հիմա։ Մալխասը խելացի մարդ է։ Եթե նա ուզենար հովոյին տապալեր, ուրեմն նախ պիտի նրան ու դառնի ուժից զրկեր։ Այսինքն Գոքորին ու Տիկոյին առաջինը պիտի վերացներ։ Հետո նոր մտածեր հովոյին տապալելու մասին։ Արդը տենց էլ ծրագրավորել էր, բայց բան դուս չեկավ։ Ուրեմն մնում ամենակ մի հոգի։ Ու այդ մարդը այդ քայլը արել է, որ ցույց տա, որ հələ շատ շուտ է իրան հաշիվներից անելը։ Դու ճիշտ ես, կամո։ Այդ մարդը Միրոն է։ Ու հիմա մեր գերխնդիրն է, որ ստրելկեքը մեր վրից թեքենք իրակումը։ Ճիշտ ես երեմ։ Ճիշտ ես, բայց այդ շատ դժվար կլինի անել։ Չեմ կարծում, որ հիմա հովոյի տղերքը տրամադրված են մեր արդարացումները լսելու։ Չէ, կամո, հիմա խուճապի պետք չի մատնվել։ Կարող է ունքը սարքելու տեղը տանկաչքն է հանենք։ Ինձ թվում է, որ մինչև այսօր իրիկուն, երբ տեղի կունենա Միրոյի բանկետը, հովոյի տղերքը ոչ մի ռեսկի քայլ չեն անում։ Իսկ իրիկունը արդեն պարզ կլինի, թե ով բարեկամն է, ով թշնամին։ Պապ, մենք վերջացինք։ Վայ ցավը տանեմ։ Վայր ձեզ։ Բարև Մանվել ջան։ Գոնե կարեցի։ Հա, բա ոնց։ Ապրես։ Դե գնա փոխվի արի քեզ տուն տանեմ, հա տղես։ Պապ, դու գնա այստեղ եք հետ տուն կգամ։ Չէ, բալես։ Արի այսօր ես քեզ տուն տանեմ, հա ցավը տանեմ։ Հետո տեղ են գնալու իրար հետ։
Լավ։ Դե գնա փոխվի արի քեզ եք սպաս։ Գնա ցավդ տանը։ Կամո։ Ինձ թվում է, որ լավ կլինի այսքան օրը տնեցիկի քաղաքից դուրս հանել։ Սիրտս լավ բան չի զգում։ Ես մերոնց արդեն հանել եմ քաղաքից։ Ես էլ հենց մի կզբաղվեմ այդ հարցը։ Դե արի գնանք ես երեխեն կգա։ Դուք տեսել եք այն մարդու դեմքը, որ կրակել է ձեզ վրա։ Ասում եմ չէ։ Նրանք դիմակով էին։ Իսկ քիչ առաջ ասում էիք, որ մի հոգի է կրակել ձեր վրա։ Հա, մի հոգի ա եղել։ Գիտեք, ես հիմա շոկի մեջ եմ եւ ձեր բոլոր հարցերին ճշգրիտ չեմ կարող պատասխանել։ Թույլ կտակ գնամ տեսնեմ Հովիկը ոնց է։ Հովիկը հիմա բժիշկների հսկողության տակ է, ու նրա վիճակը ստաբիլ է։ Իմ հարցերին ճիշտ պատասխանելով, դուք ավելի շատ կօգնեք Հովիկին, քան նրա կողքին նստելով։ Կենտրոնացեք, վերհիշեք բոլոր մանրամասները ու ասեք, ինչ է տեղի ունեցել իրականում։ Մենք բոլորս նստած էինք։ Հովիկը մի քիչ իրեն վատ էր զգում, նա սրտի հետ խնդիրներ ունի։ Դուրս եկավ մաքուրոտ շնչելու, ես ու Գարիկն էլ նրա հետ միասին։ Իսկ Գոքորն ու Տիկոն այդ պահին տանն են եղել։ Չէ, տղաները նրանք այդ կրակոցներից մի 2 րոպե առաջ գնացել էին։ Տիգրանի մայրը շատ վատ վիճակում է, նա հիվանդանոցում է։ Եվ տղաները պետքա գնային հիվանդանոց։ Ինչու պետք է։ Չէին գնացել։ Գնացել էին։ Բայց հետո հետ են եկել։ Երբ իմացել են, որ հարձակում է տեղի ունեցել տան վրա։ Ես նրանց չեմ տեսել, ես չգիտեմ, ես խոհանոցում էի։ Լավ։ Շարունակեք։ Դե ինչ շարունակեմ։ Ասում եմ, մենք բոլորս նստած էինք։ Տղաները սառը սոկ ուզեցին։ Ես վեր կացա տեղիցս, որ գնամ վերեմ, շրջվեցի, տեսա մեկին դիմակով։ Ավտոմատն էլ պահել էր ինձ վրա։ Ես ոչ մի բան չկարողացա հասցնել ասել, նա սկսեց կրակել։ Բարձր։ Ինձ համար միայն մի բան անհասկանալի։ Ինչու են մարդասպանները թողել հեռացել։ Բա ինչ էիք ուզում, որ բոլորի սպանեին նոր գնային։ Տիկին, ես նման ցանկություններ չհայտնեցի։ Ես ուղղակի տրամաբանական հարց եմ տալիս։ Նրանք գիտեին, որ Գարիկը կամ Հովոն երկար դիմադրություն չէին կարող ցույց տալ, սակայն թողել եւ հեռացել են, անհասկանալի պատճառներով։ Ես չգիտեմ, դուք երևի նրանց պետք է այդ հարցը տաք։ Կհարցնենք, հանգիստ եղեք։ Հիմա կարող եմ գնալ։ Գնացեք։
Հա, Գարիկ։ Ամեն ինչ նորմալ է, Թամար ջան, բժիշկներն ասում են, որ սրտի նոպա է ունեցել, ոչ մի լուրջ բան չկա, շատ վախեցար։ Ես նման սարսափ ամբողջ իմ կյանքիս մեջ ոչ տեսել եմ, ոչ էլ զգացել։ Մինչև հիմա չեմ կարող հավատալ, որ այդ ամեն ինչը ինձ հետ է պատահել։ Ոնց է Հովիկի վիճակը, բժիշկ։ Ստաբիլ, բայց ես խորհուրդ կտայի նրան հիվանդանոց տեղափոխել։ Բոլոր հետազոտությունները կատարենք։ Ես երաշխիք չեմ կարող տամ, որ հիվանդի մոտ նորից սրտի տագնապ չլինի։ Ես ձեզ խոսք եմ տալիս, որ մենք վաղ անպայման կլինենք հիվանդանոցում։ Բարի, բայց խնդրում եմ չուշացնեք։ Հաջորդ նոպան հնարավոր է ավելի ծանր հետևանքներ ունենա։ Հասկացա ձեզ, բժիշկ։ Իսկ հիմա մենք կարող ենք տեսնել Հովիկին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես ձեզ անպայման վաղը կամ կտեսնեմ։ Բարի։ Լսում եմ։ Պարոն կապիտան, գնդապետն է այստեղ։ Գնդապետը։ Հիմա գալիս եմ։ Պարոն գնդապետ, չէի սպասում ձեզ այստեղ տեսնել։ Ինչ է կատարվել այստեղ։ Զինված հարձակում, որի նպատակը հավանաբար Հովիկի ֆիզիկական ոչնչացումն է եղել։ Ինձ զեկուցեցին, որ զոհեր կան։ Այո։ Հովիկի թիկնաբաններից մեկն է զոհվել։ Հարձակվողների ինքնությունը ենթադրում եմ դեռ չեք պարզել։ Դեռ ոչ, պարոն գնդապետ։ Որտեղ է հիմա Հովիկը։ Նա սրտի հետ կապված պրոբլեմներ ունի։ Պիտի որ վերևի սենյակներից մեկում լինի։ Մի ազատ սենյակ պատրաստեք մեզ համար։ Ես ուզում եմ նրա հետ առանցին խոսել։ Հենց հիմա։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Քո պատշգամբից հիանալի տեսարան է բացվում։ Կան բաներ, որ հեռվից ավելի լավ են երևում։ Հենց մոտենում ես, զգում ես, որ դա բոլորովին այն չի, ինչը երևում էր հեռվից։ Գիտես, թե քեզ վրա ովքեր են կրակել։ Այս պահին իմ պատասխանը կամ պատասխանի բացակայությունը նույն արժեքն են ունենալու քո համար։ Այդ պատճառով ես լուր կմնամ։ Ես գիտեմ, թե ինչպիսի լեգենդներ ու առասպելներ են պտտվում քո անվան շուրջը։ Իբր դու մեծ բարեգործ ես, թույլերի պաշտպան, մինչև անգամ մեր օրերի Ռոբին Հուդ։ Բայց դու սովորական հանցագործ ես ինձ համար, որը շատ քիչ է տարբերվում այն մարդկանցից, ովքեր քիչ առաջ եկել էին քեզ սպանելու։ Միայն մի տարբերությամբ, որ նրանք ուրիշի պատվեր էին կատարում։ Բայց համոզված եմ, որ դու էլ բազում անգամներ պատվիրել ես քո կիլլերներին սպանելու քո մերձավորներից որևէ մեկին։ Ես երբեք մարդ սպանելու հրաման չեմ տվել։ Ես մոռացա, որ դու ինքդ ես սպանում քո թշնամիներին, ինչպես դա արեցիր 25 տարի առաջ։ Եթե ձեր արդարադատական համակարգ կոչվածը ժամանակին չարդարացներ ու հենց դատարանի դահլիճից բաց չթողներ են տականքին, որ սպանել էր իմ ընկերոջը,
Հնարավոր է, որ ես այսօր լրիվ ուրիշ մարդ լինեի։ Ես դեմ չեմ, որ մեր համակարգը կատարյալ չէ։ Բայց ով է թույլ տվել քեզ եւ քո նմաններին օրենքը վերցնել իրեն ձեռքը, տնօրինել մարդկանց ճակատագրերը, որոշումներ կայացնել, թե ով է մեղավոր, ով է անմեղ, ով է ճիշտ, ով է սխալ։ Ամենուր գործում է պատճառի ու հետևանքի օրենքը։ Մարդիկ գալիս են իմ մոտ, որովհետև ուրիշ գնալու տեղ չունեն։ Ու ես նրանց օգնում եմ։ Ես չգիտեի, որ դու նաև փիլիսոփա ես։ Եվ դու ուզում ես ինձ համոզես, որ քեզ հուզում են մարդկային ճակատագրերը, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն քեզ։ Այսօր իմ պատճառով մի ջահել տղու սպանեցին։ Դուք մտածում եք, որ ես կմոռանամ, առավոտը կարթնանամ, իբր ոչ մի բան չի եղել։ Ես չեմ պատրաստվում հիմա քո գլխին խրատներ կարդալ, համոզված լինելով, որ դա քեզ բոլորովին չի օգնի։ Մեր պատկերացումները արդարության մասին տարբեր ձևեր ունեն։ Ինձ համար ամենագլխավորը մարդու կյանքն է, մարդը, իսկ քեզ եւ քո նմանների համար ոչ։ Դուք ապրում եք գայլային օրենքներով, ավելի ճիշտ ոհմակի օրենքներով։ Գնդապետ, դու ինձ լավ չես ճանաչում նման դատողություններ անելու համար։ Ես էլ չեմ պատրաստվում քո մոտ արդարանալու։ Մտածի ինչ ուզում ես, ես սեն եմ ինչ կամ։ Ու հետո ես հակված չեմ բարոյական զրույցներ լսելու համար։ Դու էլ հաստատ չես եկել իմ որպիսությունը հարցնելու։ Ես լսում եմ քեզ։ Ինչ է քեզ հայտնի Միրոյի մասին։ Նույնը ինչը ձեզ։ Բացառությամբ նրա, որ ես Միրոյի մասին մի քիչ ավելին գիտեմ։ Միրոն քո դեմ ագրեսիվ կամպանիա է ծավալել։ Եվ ես չեմ բացառում, որ այս կրակոցները առաջին ծիծեռնակներն էին։ Այդ երբանից է օրգաններին հետաքրքրում քրեական աշխարհի ռազմորկեկը, թե ում տակնափորում։ Որքան էլ կատարյալ լինի պատժիչ համակարգը, անհնարին է, որ 100%-ով արմատախիլ անել մարդու մեջ տիրելու, սպանելու ընչաքաղցության բնաստը։ Միամտություն կլինի կարծել, թե հաշվի չենք նստում դրա հետ։ Լինում են դեպքեր, երբ ավելի ձեռնդու է իրավիճակը պահել վերահսկողության տակ, քան թողնել, որ փողոցներում արյուն թափվի։ Իսկ այդպիսի վտանգ հիմա կա եւ վտանգի հեղինակը Միրոն է, որ ուզում է իշխանություն իր ձեռքը վերցնի։ Իսկ ավելի ճիշտ ուզում է վերցնել քեզնից։ Ու դուք երևի ուզում եք հիմա առաջարկեք ձեր օգնությունը ինձ։ Ոչ։ Ես երբեք չեմ օգնել եւ չեմ պատրաստվում օգնել նրանց, ում դեմ ողջ կյանքս պայքարել եմ։ Միայն մի տարբերությամբ, մի չնչին տարբերությամբ, որ երբեմն ստիպված ես լինում ընտրություն կատարել չարի եւ չարյաց փոքրագույնի միջև։ Ես չեմ կարող ձեզ ոչ մի բան խոստանալ։ Ես չեմ ես կռիվը սկսել։ Հիմա ինձ համար կարևորը դա չէ։ Ինձ համար ամենակարևորը, որ քո եւ Միրոյի միջև հակամարտությունը պատերազմի չվերածվի։ Ես թույլ չեմ տա, որ նորից փողոցներում կրակոցներ լսվեն ու անմեղ մարդիկ զոհվեն։ Ոնց տեսնում ես, գնդապետ,
Այսօր ին վրա են կրակել։ Այո, կրակել են։ Բայց ես չեմ ուզում, որ դա շարունակվի։ Դու փորձիր Միրոյի հետ հարցերը խաղաղությամբ լուծել։ Այլապես ես ձեզ հանգիստ կյանք չեմ խոստանում։ Ես գործի կտնեմ պատժիչ ողջ մեքենան։ Կփակեմ ձեր ֆինանսավորման բոլոր աղբյուրները, լինեն դրանք օրինական թե ոչ։ Բանդերը կլցնեմ ձեր համախոներով։ Թույլ չեմ տա, որ ազատ շունչ քաշեք։ Դու հասկացար ինձ ովիկ։ Արա ինչ ճիշտ ես համարում, գնդապետ։ Ես չեմ կարող ազդեմ քո որոշման վրա։ Այո, չես կարող, բայց դու կարող ես այնպես անել, որ բանը դրան չհասնի։ Այս իրավիճակից ոչ ոք չի շահի։ Դու կկորցնես քո հեղինակությունը, իսպառ։ Մեզ մամուլը կմեղադրի ավելորդ դաժանության մեջ։ Կարծում եմ մենք հասկացանք միմյանց, Հովիկ։